այժմ ես ձեզ հետ զրուցել։ Ցանկանում եմ խոսել այն իրավիճակների մասին, որը կոչվում է նեգատիվ, որը կոչվում է բանախոսության մեջ թուղթուղիր եւ անեսք։ Ցանկանում եմ խոսել այդ նեգատիվների մասին, որպեսզի ինչքան հնարավոր է դուք ինֆորմացված լինեք եւ այդ իրավիճակներից խուսափեք։ Ինչպես է մարդկանց վրա բերում նման գործողություններ կատարում։ Այդ անեսքի թուղթուղիր կատարելու համար անհրաժեշտ է տվյալ մարդու նկարը, անհրաժեշտ է տվյալ մարդու հագուստը, անհրաժեշտ է տվյալ մարդու թենկա պահպանող նյութեր, մազեր, եղունգներ, շատ դեպքերով օգտագործում են նաև տղամարդկանց սերմնահեղուկը, շատ կանայք այնպիսի գործողություններ են կատարում, որ կարողանում են սերմուկերի մոտ նաև տվյալ մարդու սերմնահեղուկը տանեն եւ այդ սերմնահեղուկի վրա իրենց կախարդական գործողությունները կատարեն։ Դրա համար պետք է զգույշ լինեք, ձեր մազերը ամենտեղ չթողնեք, ձեր մազերը չթողնեք վարսավիրանոցներում, որտեղ որ դուք գտնում եք, որ կարող է ձեզ հավատարիմ մարդիկ չկան, սիրելիներս։ Եթե գնում եք դիմահարդարման, գնում եք մատնահարդարման, նույնպես ուշադիր եղեք, գնացեք մենակ այս սալոնները, որտեղ որ գիտեք, որ այդ ասնակազմը ձեզ հարազատ մարդիկ է եւ իրենք ձեզանից մնացած նյութերը ինչ-որ գումար է դիմաց ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց չեն տրամադրի։ Նաև նկարները, ես խորհուրդ եմ տալիս, նույնիսկ երբ որ ձեր նկարները գցում եք սոցիալական ցանցեր, ինչքան հնարավոր է ձեր նկարները ֆոտոէֆեկտով ռետուշարեք, որովհետև եթե նկարը ֆոտոէֆեկտով է արված, դրա վրա շատ դեպքերում չեն կարողանում գործողություններ կատարել, ճիշտ է կան խոշոր կան այնպիսի մասնագետներ, ովքեր որ առանց նկարելի են աշխատում, պատրաստում են տվյալ մարդու ֆանտոմը, բայց այդ ֆանտոմը պատրաստելու համար իրոք պետք է ունենան մազերը, պետք է ունենան արունը, պետք է ունենան եղունգները, տվյալ մարդու ԴՆԿ պահպանող նյութերը։ Դրա համար ուշադիր եղեք, խելացի եղեք, ձեր նկարները ամենտեղ մի գցեք, անհնարավոր հարկավոր չի երեխան, երբ որ գիտեք ինչ, մինչև մի տարեկան երեխայի նկարը չի կարելի գցել։ Երեխան լրիվ անպաշտպան է, երբ որ նման գործողություն եք կատարում, դուք ձեր երեխայի բիոէներգետիկ դաշտը բաժանում եք բոլորին եւ ինչքան վատ կամեցող անձնավորություններ կան, ձեր վատը կամեցող մարդիկ կան, իրենք ամեն ձև կարող են այդ երեխայի նկարի վրա, ձեր նկարների վրա այդ գործողությունները կատարել։ Լինում է նաև այսպիսի իրավիճակներ, երբ որ մարդու գործողությունը մարդու վրա ուղղորդում են նվերի միջոցով, երբ որ նվեր են տալիս, գիտեք ինչ, նվեր պետք է ստանալ այն մարդուց, որն որ իրոք դուք հավատում եք, որ այդ մարդը ձեզ հարազատ է, ինքը ձեր վատը չի կամենում։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ դուք զգում եք, իրենք նախանձով են դիսված, իրենք նախանձում են ձեր ընտանիքին, իրենք նախանձում են ձեր բարեկեցությանը, իրենք նախանձում են ձեր անձնական հաջողությանը, զգում եք, որ այդ մարդուց նախանձ է գալիս, նեգատիվ էներգետիկայի գալիս, նման մարդկանցից չի կարելի նվեր վերցնել։ Այդ նվերը, եթե նույնիսկ դրա վրա գործողություններ կատարած չլինի, ինքնսիկյան այդ նվերը արդեն իր մեջ կբարունակի տվյալ մարդու նախանձի էներգիան, տվյալ մարդու ձեր հանդեպ այդ նախանձի էներգետիկա, բսված էներգետիկան։ Նաև լինում է այնպիսի իրավիճակներ, որ տվյալ անձնավորությունը ընկերություն է անում եւ ձեր հետ, եւ ձեր վատը ցանկացող մարդկանց հետ եւ ինքնսիկյան հնարավոր է եւ նման մարդիկ ձեր ընկերոջ ուղարկած նվերի միջոցով ձեր վրա բերեն թուղթուղիր, ձեր վրա բերեն
ցանկանում են, որ իրենց տղան եւ աղջիկը այնպիսի ուսումնական հաստատություններ գնան, որը որ իրենց է համապատասխան, իրենց նախընտրածն է, կան նաեւ նման իրավիճակներ, երբ որ գալիս են եւ տեսնում են մարդը գալիս է, որպեսզի հասկանա ինչն է պատճառը, որ իր անձնականը չի ստացվում, որ ինքը չի կարողանում անձնական հարաբերություններ ունենալ, չի կարողանում իր սիրած աշխատանքով զբաղվել, եւ նրան տեսնում է, որ ծնողն է կատարել նման գործողություն, նույնիսկ մարդիկ զարմանում են, ինչպես կարող է ծնողը նման գործողություն կատարել, այո, շատ դեպքերում ծնողական այդ էգոիզմը, եսասիրությունը, որ իր երեխան մենակ պետք է իրեն լսի, երեխան մենակ իրեն պետք է ենթարկվի, իր երեխան պետք է մենակ իր ցանկությունը կատարի, իր սիրած հաստատությունը հաջողի, իր նախընտրած ազնվորության եւ իր ազնական կյանքը դասավորի, շատ դեպքերում նաեւ նման իրավիճակներ է լինում, որ հենց ծնողը կատարում է այդ թուղթուկերը, դա շատ մեծ հանցագործություն է, խորհուրդ եմ տալիս, ովքեր որ լսում են, ովքեր որ տեսնում են սիրելի ծնողներ, ձեր էգոիզմի պատճառով ձեր երեխաներին պիքսոհեք, որովհետև դուք ցանկանում եք թուղթուկերի միջոցով ինչ-որ ձեր երեխային լավություն անել, թուղթուկերը հենց իրանից ամենամեծ հանությունն է, եւ դուք այդ թուղթուկերի միջոցով ոչ մի բան չեք կարող անել ձեր երեխային, ընդհանրակը փակում եք այլ մարդու կյանքի ճանապարհը, առաջ գնալու ճանապարհը, իշ ճիշտ ընտրությունը կատարելու հնարավորությունը, եւ գալիս են տեսնում ես 40 արտենաց տղամարդիկ են, կանայք են, որոնք ոչ չեն կարողանում ամուսնանալ, որոնք ոչ չեն կարողանում իրենց կյանքի հետ կապված իրավիճակները կարգավորել, սիկյան տեսնում ես, որ ծնողի կատարած թուղթուկիրն է պատճառը, ծնողը չի ցանկանում բաց թողնել, կան նաև ծնողներ, ովքեր որ սեփականա դերի իրավունքով ցանկանում են, որ ինձ երեխան մենակ իրենց կողքը լինի, եւ դա նույնպես թուղթուկիր են անում, սիկյան այդ երեխան դառնում է անկարող, ինքը կյանքի մեջ իր տեղը չի կարողանում գտնել, նույնիսկ ինքը իր համար չի կարողանում գնա խանութում սովորական առևտուր անել, իր գործերով զբաղվել, դառնում են տարօրինակ նման մարդիկ, չի կարելի սիրելիներս, ձեր էգոիզմի պատճառով չի կարելի ձեզանից դուրս եկած երեխայի զոհաբերել, նաև այսպիսի իրավիճակներ կա, շատ դեպքերում մարդիկ կան հարցնում են, ինչպես կարող է թուղթուկիր կատարել, ինչով են անում, ինչպես հասկանան, որ դա թուղթուկիր է, թուղթուկիր կարող են անել ասեղի միջոցով, կարող են անել մեխերի միջոցով, կարող են կատարել գերեզմանի հողի միջոցով, կարող են կատարել տարբեր տեսակի հողերի միջոցով, շատ դեպքերում մուսուլմանական մագիայի մեջ օգտագործում են գայլի յուղը, որը եւ հիվանդություն է բերում եւ անեծք է բերում տվյալ մարդկանց վրա, տարբեր հավատքի մարդիկ, տարբեր կրոնի, տարբեր ենթախավի մարդիկ տարբեր ձևով են աշխատում, շատ դեպքերում ոչ թե միայն բերում են գերեզմանի հողը, խառնում են ձեր շեմին, գցում են ձեր բաղը, ձեր հողամասը, այլև լինում է, որ այդ գերեզմանի հողով ձեր ամբողջ շեմը քսում են եւ նման ձևով այդ նեգատիվը բերում են ձեր ընտանիքի վրա, բերում են ձեր օֆիսի վրա, ձեր կյանքի, ձեր երջանկության վրա, թուղթուկիր կատարում են հանգուցալների լվացրած ջուրերով, շատ դեպքերում ձեր մագիայով զբաղվող մարդիկ ունեն այնպիսի մարդիկ, ովքեր որ աշխատում են հանգուցալների սրահում, որտեղ որ հանգուցալները լվացնում են եւ այդ ջուրը վերցնում են եւ այդ ջուրը օգտագործում են իրենց սև գործողությունների մեջ, իրենց սև կախարդությունների մեջ։ Եթե տեսնում եք, որ ձեր տրանդեմը անընդհատ հավգիտ է կոտրում, հավգիտը նույնպես հնարավորություն ունեցել հավգտի, ձերջել այդ հավգտի միջոցով, ձվի միջոցով այդ գործողությունը հաղորդել։ Շատ դեպքերում կենտանիների թևերը, կենտանիների մնացորդները,
կատարում են, բերում են, բարևցես, լավ չի լսվում, և կատարում են նման գործողություններ, թուղթուգրերը նման ձևով են անում, եթե դուք ձեր տան մեջ գտնում եք նման իրեր, խորհուրդ եմ տալիս ձեր սմակը ձեռքերով մի վերցրեք, հակեք ձեռնոցներ և ձեր ձեռնոցներով վերցրեք, լավ կլինի, որ դա ինչ-որ գտնում հավաքում եք այրեք, որովհետև կրակը ինքնամաքրման շատ մեծ ուժ ունի և ինքնըստինքյան դիմեք նաև մասնագետի, որպեսզի անմիջապես հասկանա, թե դա որտեղից է գալիս, որպեսզի կարողանա և պաշտպանի և մաքրման գործողություններ կատարի։ Տարապես լինում է նաև այսպիսի իրավիճակներ, սիրելիներս, շատ դեպքերում լինում է, երբ որ ես իմ պրակտիկայի մեջ իմ աշխատանքի ոլորտում տեսել եմ, որ թուղթուկեր անում են հենց կանայք իրենց ամուսնու վրա, ամուսինները իրենց կանանց վրա, շատ դեպքերում գիտեք ինչ, այսպիսի իրավիճակ է, նախընտրելի այդ ընտանիքից ունենալ այդ ամուսինը, նախընտրելի այդ ընտանիքից ունենալ այդ կինը և նման գործողություններ են կատարում, հետագայում տեսնում են, որ իրենց մոտ երեխա չի լինում, իրենց մոտ սեռական հարաբերություն չի լինում, իրենց մոտ ֆինանսական խնդիրներ է, իրենց մոտ անձնական խնդիրներ է, իրենց մոտ առողջական խնդիրներ է, գալիս են, դիմում են, չհասկանալով նույնիսկ, որ հնարավոր է մասնագետը տեսնի և հասկանա, որ դա իրենց կատարած սխալ գործողությունն է, դրա պատճառով սիրելիներս ուշադիր եղեք, չի կարելի նման գործողություն կատարել, սերը ինքը այնպիսի էներգետիկա ունի, որ մարդը կարող է իր սիրո էներգետիկայով յուրաքանչյուր մարդու գրավել, բայց եթե մարդկանց մեջ սեր չկա, ում է պետք այդ ամուսնությունը, ոչ մեկին պետք չի, դրա համար չի կարելի ամուսնություն կատարել մարդու հետ թուղթուկրի և այլ մոգական կախարդական գործողությունների միջոցով։ Տարբեր տեսակի վիճակներ կա, տարբեր տեսակի միջոցներ կա, մարդիկ տարբեր ձևի կախարդությունների են դիմում, գերեզմաններով են աշխատում, հանգուցալի բացրաճերով են աշխատում, կենտանիների սատկած կենտանիների մնացորդները են աշխատում, եթե տեսնում եք, որ կա նման իրավիճակներ, անպայման մաքրման գործողություն կատարեք սիրելիներս, եթե տեսնում եք, որ այդ նվերը, որ ստացել եք, բերել եք ձեր տուն և այդ նվերից հետո ձեր տան մեջ հիվանդություններ է, ձեր տան մեջ անախորժություն է, մի նկատի ունեցեք, անպայման դիմեք էքստրասենսի, որպեսզի հասկանա, թե այդ նվերի միջոցով ինչպիսի նեգատիվ էներգիա է ձեզ հաղորդած։ Այսպիսի իրավիճակներ կա մարդկային կյանքում, որ մարդիկ ճակատագիրը խառնում են իրենց սև գործերի միջոցով և մարդկանց վրա բերում են սև նեգատիվ էներգիա, կախարդություն, մոգություն, որի պատճառով մարդիկ ունեն առողջական խնդիրներ, երբ որ սիրայի մագիայով է լինում, մարդկանց առողջական խնդիրը սրտի հետ է կապված, սեռական օրգանների հետ է կապված, տղաբերության հետ է կապված, ծվարաններ, տղամարդկանց սերմնահեղուկի որակի հետ է կապված, դրանք լրիվ ազդում են հենց այդ օրգան համակարգին, եթե մարդու վրա կա թուղթուկիր կատարած իր ֆինանսական հաջողությունների վրա, որպեսզի ինքը ֆինանսական խնդիրներ ունենա, այդ դեպքում սիրելիներս, այդ դեպքում մարդու վրա ցավում է մարդու ողնաշարը, որովհետև ողնաշարը ինքը մարդկային ոսոր հիմքը լինի, ողնաշարը բոլոր տեղերից էներգիա ստանալու հնարավորություն ունեցող օրգան համակարգ
կատարված է, որպեսզի մարդը իր խելքը չկարողանա ճիշտ օգտագործել, եւ որպեսզի այդ անձնավորությունը չկարողանա իր մտքերը, իր իդեալները, իր ծրագրերը իրագործել, շատ դեպքերում դա լինում է գիտնականների վրա, երաժիշտների վրա, արվեստագետների վրա, մարդիկ արվեստագետները մեկ և դատարում են, երկելուց դատարում են, գրելուց դատարում են, ստեղծագործելուց, նման մարդկանց մոտ անընդհատ կխացավելինում, ուրեմն տվյալ մարդու ուղեղի վրա են աշխատել, որովհետև մարդու ստեղծագործող օրգանը դա ուղեղն է, եւ ինստինկտիվ նման մասնագետ արդեն պրոֆեսորը, ստեղծագործողը չեն կարողանում ոչ մի բան անել, շատ դեպքերում նույնիսկ նման մարդիկ ունենում են հիշողության կորուստ, ունենում են գլխացավեր, շատ դեպքերում, երբ որ մարդիկ արդեն դեռ տարիքին չհասած ընկնում են հիշողության կորուստների մեջ, իրենք ամեն ինչ խորանում են, ուրեմն տվյալ մարդկանց վրա արդեն կատարված է այդ թուղթերը, որ այդ մասնավորությունները առաջ չգնան, իրենց մտքերը չհավաքեն, իրենք չկարողանան ինչ նպատակներ, ինչ երազանքներ ունենան դրանք իրագործեն։ Շատ դեպքերում տես այսպիսի հիվանդություն կա, ծերունական դեմենցիա կամ Ալցհեյմերի հիվանդությունը, դա երբ որ մարդը իր հիշողությունն է կորցնում, հիմնականում այդ իրավիճակների մեջ գտնվում է երիտասարդ մարդը, այն պատճառով, որ տվյալ մարդու ուղեղի վրա կա կատարված գործողություն, որ այդ մարդու ուղեղի գործոնը դառնա զրո, ինքը դառնա զրո, եթե մարդը հիշողություն չունի, ինքը չի կարողանում նույնիսկ իր սովորական կարիքները հոգալ, այդ մարդը չի հասկանում ինչ է ամանը, ինչ է պատառաքաղը, ինչ է ուտելը, ինչ է երազը, ինչ է գունը, եւ ինքնըստինքյան այդ անձնավորությունը դառնում է տարօրինակ եւ ոչ իրեն է պետան եւ ոչ էլ հասարակության։ Շատ դեպքերում տվյալ մարդկանց վրա կա հենց ուղեղի գործունեության վրա կատարված թուղթուղրեր եւ նեգատիվ էներգետիկա։ Նաեւ հոգեբանական խնդիրներ, երբ որ մարդը ունենում է հոգեբանական խնդիրներ, նույնիսկ շիզոֆրենիան, նույնիսկ դեպրեսիան, նույնիսկ տարբեր տեսակի հոգեբանական խնդիրների հիմնական պատճառը 99%-ը տվյալ մարդու ուղեղի վրա կատարված թուղթուղրերն են։ Դրա համար ուշադիր